Ողջունում եմ բոլորին, ձեզ հետ նորից Men's Talk հաղորդումն է եւ ձեզ հետ ենք ես, ձեր խոնարհծառան Լևոնս, ինչպես նաեւ Հայաստանի թիվ 1 բժիշկ ուրոլոգ Գրիգորյան Գևը եւ այսօր մենք ունենք հատուկ հյուր, բոլորին արդեն իսկ հայտնի թե բլոգեր, թե սպորտսմեն եւ թե Հայաստանի լավագույն մասնագետներից մեկը որպես ֆիթնես մարզիչ Մանո Պրուդյանը, ով ունի մեծագույն լսարան եւ այսօր մեր հետ կիսելու է իր գաղափարները։ Մանո ջան, ողջունում եմ։ Բարև։ Շնորհակալ եմ, որ այսօր համաձայնվել ես գաս մեզ։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Մեր համար մեծ պատիվ է։ Ման ջան, միանգամից ուզում եմ հարց տամ, քանի որ քո մասնագիտությունը ինքը Հայաստանում եւ առհասարակ աշխարհում այսօրվա դրությամբ շատ արդի է, լավն է բոլոր դրական առումներով։ Ինձ հետաքրքիր է քո կարծիքը, մեզ հետաքրքիր է քո կարծիքը, թե որքանով է կարևոր դեր խաղում անկախ սեռից, տղամարդկանց տեսանկյունից, որքանով է կարևոր սպորտով զբաղվելը, առողջ եւ ուժեղ լինելը, որքանով է դա տղամարդկային եւ ոնց է անդրադառնում ֆիթնեսը կանանց առօրյայի, կյանքի որակի եւ դրանից բխող բոլոր հետագա քայլերի վրա։ Okay, շատ լավ հարցեր, եկեք սկսենք տղամարդկանց մասին խոսալ։ Եթե սկսենք փոքր տարիքից, դա արդեն կոմոդ ինչ է անում, դիսցիպլինա սկսում սովորացնել, չէ՞։ Եվ որ փոքր տարիքից սկսում եմ մարզվել, սկսում ենք դիսցիպլինա սովորել։ Սենց կարճ ասեմ։ Հետո, երբ որ ասենք մի քիչ մեծանում ենք տարիքով, երիտասարդ ժամանակ, այսինքն դու ձևավորում ես այդ մարմինը, այդ ամբողջ մարմինը ձևավորում ես, չէ՞, մգանները բանը, այդ ամբողջ ձևավորումը։ Իսկ երբ որ հասնում ենք 30-ից հետո, այդ ամենակարևոր տարիքն է տղամարդկանց, որ պետքա բարդաթիր մարզվեն։ Ինչա՞ մոտ մենք գիտենք 30-ից հետո սկսում է մեր մոտ մգանային հետ գնալը, ասես բառացի ասել, որ հասկանան մարդիկ, այսինքն մենք սկսում ենք մինչև 30-ից 40 տարեկան գործնենք մեր մինչև 7% մգան, մենք պետքա պահպանենք դա։ Երկրորդ հերթին 30-35 տարեկանից դուք երևի գիմանաք դուք բժիշկը սկսում է տեստեստերոնը նվազել կամաց, չէ՞։ Ժամանակին 40-ից հետո էր, հիմա արդեն 30-35 է։ Ես բարդաթիր հաջողորդներին ուղարկում եմ անալիզներին, մինչև իմ ընդունելի, ես տեսնում եմ ինձ մոտ ինչա, սենց ասեմ, մինչև 32-33 տարեկան արդեն գալիս է 7-8-9 միավոր արդեն ցածր է համարվում, էլի։ Այդ սպորտը այդիա անում, այսինքն նույնև գարկավորում է քո տեստեստերոնը եւ մնացած հորմոնները բարձրացնում է, չէ՞։ Երկրորդ հերթին նստակայից ցանկից է հանում մեզի, հիմա որովհետեւ ես վերջի ինչքան ասեմ, մի 20 տարին, որ բոլորը անցել են նստակայից ցանկին, ոչ շարժում, ոչ բան, իսկ սպորտը դա միակ միջոցն է, որ դու լինես առողջ։ Մենք չենք խոսում ստենի հարել կամ չաղարանալու մասին, մենք խոսում ենք առողջության մասին։ Դու նստած ժամանակ ծնգեր դες վնասում, մեջքը դες վնասում, մետաբոլիզմը դա ընկնում, մգանները դա թուլանում, լիքը խնդիրներ ունենում, այդ ամբողջը լուծում ենք մենք մարզասրահում։ Երբ որ դղամարդու եկանք տեստեստերոնը կամ հորմոնները գարկավորված է բարձր է, իր կյանքի որակն է բարձր։ Okay, այսինքն իր սեքս դրայվից բռնած, իր ուժից բռնած, իր դրամատուրգիայից բռնած այդ ամբողջը մի գեդի մեջ ամնում, հասկանում եք, այսինքն այդ սպորտը գարալիքը բանդա մարդուն, առողջությունից բռնած, դեսկից բռնած, մեկ էլ իհարկե ուժից բռնած, այդ ամբողջը միավորում ենք մի դեղում։ Իսկ կանանց առումով նման է նույնպես տղամարդկանց։ Այսինքն գալիս ենք մարմնի ձևավորումը, հետո գալիս է հորմոնների գարկավորումը, այդ նույնն է համարյա։ Դիսցիպլինան աղջիկի մոտ չեմ կարող ասեմ դիսցիպլինան ինչքան գոհնի, դա ուսումնասիրությունը լավ չեմ արել, որովհետեւ ես սխալ պատասխան չտամ, չէ, բայց տղամարդկանց ասեմ ձեզ, ես իմ վրա վերցնելով, ես իմ փորձից վերցնելով, մտցնում եմ քեզ դիսցիպլինայի մեջ ուզես կամ չուզես։ Ես իմ փորձից ասեմ, ես հիմա 40 տարեկան եմ, այս տարի 41 եմ լինում, բայց 40 տարվանից մոտավորապես 28 տարին ռեգուլյար սպորտով եմ զբաղվել, բռնցքամարտ ա եղել, կարատե ա եղել, հետո ջիմ ա եղել ու այդ բռնցքամարտից, քանի որ փոքր ժամանակ եմ զբաղվել, սովորություն ա դարձել շուտ վերկենալը, որովհետև պետք է առավոտը դուրս գաս վազելու։ լավ սովորություն։ Հա, ու առ այսօր, անկախ շաբաթ է, կիրակի է, անկախ գործի եմ, գործի չեմ, ամեն առավոտ ժամը 5:30 աչքերս այսպես բացվում է, ուղղակի հիմա առավոտյան վազքի փոխարեն շանս եմ ման տալիս այդ ժամին։ Բայց ինքը մնում է, իրականում մնում է, ապրելակերպ է դառնում, թե շուտ զարթնելը, թե ավելի շարժուն լինելը ու չես զարթնում քեզ տանջելով, էլի, զարթում ես, որովհետև զարթում ես։ Բայց ինձ ասեմ, եթե իմ հաջողորդներով վերցնեմ, այսինքն այն աղջիկերքը, որ սկսում են գալ բարաբեր կամ կանայք, որ սկսում են բարաբեր, թե որ իրանք ընդհանրապես չեն բարաբեր իրանք կյանքում, սկսում է թեթև դիսցիպլինար իրանք մոտ, նոր վերլուծեցի ես իմ մեջ, նոր ասում եմ, այսինքն աղջիկներ ունեն, որ գալիս են գեսորին, սկսեցին գալ արդեն առավոտ։ Չէ, արդեն ասեցին հացը գերագուրետ ինչ որ ուտում են գարկավորելերի ճիշտ դիսցիպլինայով, գալիս են այսին ջամին, այսին ջամ պետք է ուտենք, այսին ջամին, չնայած դա երկուսի վրա էլ ազդում է հաստատ։ Իմ կարծիքը, ասեմ, այդ կապված կարգապահության հետ, որ
ոնց հասկացանք, բոլորս էլ համակարծիք ենք, որ համեմատական կարգով աղջիկների մոտ մի փոքր կարգապահությունը ավելի կաղում է։ Ես դա որպես փաստ կարամ արձանագրեմ, եթե կհիշես, մենք մի անգամ կապի մեջ եղանք, երբ որ կինս որոշել էր վերջապես սկսի սպորտով զբաղվել, բան, ես էլ բնականաբար վստահելով քեզ եւ մեր հարաբերություններից ելնելով խորհուրդ եմ տալիս, զանգում եմ, պայմանավորվում եմ, դաժե անգամ օրն ենք գծում, որ կինս պետքա գնա մարզվա, օրը գալիս է, ահա, մինչև այսօր կինս դեռ տեղ չի հասել, ոնց հասկացանք։ Եվ ինչի հետ է դա կապված առհասարակը։ Ես կարծում եմ, քանի որ կանանց մարմինը բնականաբար տարբերվում է տղամարդկանց մարմնից, գոյություն ունի դաշտանային ցիկլ եւ իրանց էմոցիոնալ դաշտը ամսվա կտրվածքով կաչելիների է ենթարկվում, դա էլ իր դերն է խաղում։ Իրանք պահիտակ կարան ամսվա ինչ-որ կետին վճռական լինեն, կայուն լինեն, բայց որոշակի պահ գալիս է, իրանց էմոցիոնալ դաշտը ավելի փոխվում է։ Հիմա թե դեպի լավը, թե դեպի վատը, դա չի կարևորը։ Կարևորը այն է, որ ստաբիլ չի։ Դրանից էլ կարա բխի իրանց տարակուսանքի մեջ ընկնելը, ուստեղից եւս մի հարց է առաջանում։ Օրինակի համար, մասնագիտական հարց եմ ուզում տամ առիթից օգտվելով, վերջի վերջո նույն դաշտում ենք ես ու Մանոն, շատերը պնդում են, որ դաշտանային ցիկլի ժամանակ չի կարելի մարզվել։ Արդյոք դա այդպես է թե չէ, եւ հետո ես իմ կարծիքը կասեմ, եւ կետ համար 2 հարցը խնդրում եմ կապել իրար, որքանով է առողջությունը մի կողմ անդրադառնում ֆիթնեսով զբաղվելը կանանց վարքագծին։ Նայեք, առաջի հերթից ասենց ասեմ, խոսամ փորձից, նաև խոսամ գիտությունից։ Դենց գետ չկա որ արգելում է աղջիկին, որ դաշտանային ցիկլի ժամանակ իրանք չբարաբեն։ Դες բան չկա, գարան ChatGPT-ից մտեն հարցնեն, քեզ գասի, եթե դու քեզ լավ ես զգում, գնա մարզվի։ Ես չեմ ասում գնա ոտ մարզվի, օքեյ։ Կարաս թե վարժությունները դանես, կարևոր չի մտես սկվատի դակ 200 կիլոյի դակ, օքեյ։ Դենց բան չկա, գարա հարցնի ու իրան ասելու է ChatGPT-ն նույն ձևի։ Եթե դու քեզ լավ ես զգում, գնա մարզվի։ Ես ունեմ կանայք, ունեմ աղջիկներ, իրանց այդ օրերի ընթացքում գալիս են բարաբար։ Ընդամենը գալիս են ասում են մանո օրերն է, ասում օքեյ, այսօր մեջք են գանում։ Այսօր չգիտեմ, ուս են գանում, ձերք են գանում, ուրիշ բան են գանում, վերջացավ։ Կամ resistant band-երով են գանում։ Անցանք, բայց Էդել գա, աղջիկներ գա, որ իրանց մոտ շատ վատ է այդ 2-3 օրը, ասում եմ, օքեյ, եթե վատ եք զգալու, ձեզ մի եկեք։ Իհարկե մարդու սա ես սարքից դուրս գալով ոչ ես անելու։ Բայց օրենք չի դա։ Բոլոր կետերով համաձայն եմ, իմ տեսանկյունը ասեմ։ Հայա շատ ճիշտ տարանջատեցինք, որ եթե մարդ իրան համապատասխան չափ լավ ազգում կամ բավականաչափ վատ չի զգում, այլ բառերով ասեմ, միանշանակ կարելի է, նույնիսկ ցանկալի է, բացատրեմ ինչու։ Երբ որ մենք ուժային վարժություններ ենք կատարում, երբ որ մեր մարմինը կոնկրետ թիրախային մկանախումբը մարզելիս կա այսպիսի մի պահ, չէ, լակտատի շեմը, երբ որ 10-ից 12 կատարման պայմանական թիվ եմ ասում նայած օրգանիզմ, կատարումները մենք անցնում ենք մարզման որոշակի կետ, արդեն տաքանալուց նյարդային համակարգը միացնելուց հետո լակտատի շեմն է մոտենում եւ կատնաթթվի արտադրության հետ համընթաց, այն որ մկանը ուժեղ այրոցի զգացում է ունենում, տեղի է ունենում էնդորֆինների մեծագույն ժայթքում։ Ինչու է դա տեղի ունենում, որ այդ լակտատի շեմը հաղթահարելուն պես մարմինը, մկանները որպես կողմնակի էֆեկտ միկրոտրավմաների են սկսում ենթարկվել։ Դա իրականում, եթե էնդորֆինների արտադրությունը տեղի չունենար որպես պաշտպանողական ռեակցիա, մեծագույն ծանրագույն ցավի միջոցով էր սուբյեկտը անցնելու անկախ սեռից ու կարող է նույնիսկ կոմայի մեջ ընկնել ցավից։ Մեր մարմինը լինելով խելացիագույն համակարգ, որը կանանց մոտ էլ է նույն օրենքով գործում, արտադրում է տվյալ էնդորֆինները եւ ստեղից հասարակ հետեւություն այն աղջիկները, ովքեր իրանց դաշտանային ցիկլը ունենում են ցավոտ, ուղղորդվում է ցավերի միջով, ձեզ նույնիսկ ցանկալի է արտադրվեց էնդորֆինները, ձեր ցավային շեմը ավելի բարձրանում է, դուք ավելի տոլերանտ եք դառնում, սա ապացուցված իրականություն է։ Իմանալը, եթե ես հիմա չխառնվեմ, կդառնա ջիմի մասին ոդկաստ։ Հավե բայց սա կարևոր է, ըստ ոչ մեկ չի խոսացած այս բաներ։ Բայց ամենակարևոր բաներից մեկն եմ ուզում հարցնել, նայեք ժողովուրդ, դուք ունեք երկուսդ էլ ընդ որում համ Լևոնը, համ դուք ունեք ձեր բավականին զարգացած Instagram-յան էջը, բավականին մեծ ֆոլոուերներով ու ես հետևում եմ համ Լևոնին եմ հետևում, համ ձեզ եմ հետևում ու տեսնում եմ ինչ գաղափարներ եք դուք առաջ տանում, օրինակ մարզումների վերաբերյալ, չգիտեմ, այլ ընտրանքային ինչ-որ միջոցների եւ այլնի վերաբերյալ։
Բնականաբար դրանից 21-րդ դարն է, դա մարքեթինգ է, շատ մարդ գալիս է ձեր մոտ մարզվելու եւ այլն։ Բայց հիմա հարց, կա դրա նաեւ հակառակ կողմը։ Օրինակ կան էջեր, որոնք որ ավելի շատ քարոզում են ոչ թե, չգիտեմ, ավանդական, սպորտային, առողջ մարմնի զանգված նվազեցնելը, մարմին ունենալը եւ այլն, այլ քարոզում են օրինակ գնացի սամոքսը կտրեցին, հեռացրեցին, բժշկական տերմինոլոգիայով sleeve gastrectomy արեցին, ունի հարեցի։ Շատ տարբեր բլոգերներ մասնավորապես ու ասենց կարծիքի առաջատարներ, opinion leader-ներ, ովքեր որ այդ ճանապարհը անցել են ու մարդը կողքից տեսնում է, մի կողմից ոնց որ տղամարդիկ են կանգնած ասում են այ կգա կպարապեք, դա պետքա կքրտնեք 6 ամսում, 3 ամսում, մյուս կողմից ինչ որ մեկը ասում է ես գնացի վիրահատվեցի 2 ամիս հետո 25 կիլո նիհարեցի։ Հիմա ուզում եմ հասկանամ այդ պատերազմները, ներ Instagram-յան, ներ Facebook-յան, այդ սոցիալական մեդիայի պատերազմները ոնց են ընթանում ձեր մասնագիտության պարագայում։ Նայեք, շատ են խոսացել դրա մասին, բայց նայած եթե մարդիկ կլսեն սկզբից միջև թե ինչ են ասում։ Ես ասում եմ, եթե դու, չգիտեմ, 120-130 կիլո օրինակ եմ ասում, եթե դու առողջական խնդիրներ չունես, խիստ առողջական խնդիրներ չունես։ Այդ արդեն առողջական խնդիրը 120-130։ Չէ, նկատի ունեմ, այսինքն սրտանոթային խնդիր չունես կամ սրտի խնդիր չունես, այդ նկատի ունեմ։ Ակտիվ ֆուլում, հա։ Աբրես, չեմ ասում ինսուլին ռեզիստենտություն կամ չգիտեմ ինչ կամ լյարդի ջարբագանում, դա չի համարվում, նկատի եմ քեզ խոչընդոտ մարզվելու։ Այսինքն հակացուցում չունես մարզվելու։ Okay։ Քո կյանքին վտանգ սպառող ինչ որ խնդիր, եթե չունես, դու կարիք չունես կտրելու։ Այսինքն սենց ասեմ, ես ունեմ 165 կիլո մարդ, 3-4 ամիս առաջ ա եկել, մենք ստուգել ենք, տեսել ենք ընդհանուր մոտ ինսուլինի խնդիրն է, ասել ենք, օքեյ, բիշկի ցուցումով, այսին ծրսկումով սկսել ենք, օրինակ եմ ասում։ Մենք 2 ամսում 20 կիլոնի արել ենք։ 2 ամսում 20 կիլոնի, այսինքն այդ մարդը, եթե այդ ստամոքսը գդրեր, 2 ամսում ինչքան պիտի իջներ։ Ու կարող է էլի 20։ Վերջացավ։ Լավ, մի փոքր ավելի ընդլայնացնեմ հարցը։ Բացասական կողմեր Սկսենք։ բարիատրիկ վիրահատություն է դա կոչվում։ Բարիատրիկ վիրահատություն։ Ըստ քեզ, Մանո ջան, ունի Իհարկե եւ ունի։ որոնք են։ Սենց ասեմ, ստամոքսը գդրեցինք։ Օրինակ, չափը փոքրացավ։ Ինչքանով է ինքը մարսում վիտամինները։ Ինչքանով է մարսում մակրոնները։ Ինչքանը։ Արդյոք դու կարողանում ես օրվա ընթացքում ուտես այդ մակրոնները, որ քեզ պետք է։ Օրվա սպիդագուստերը ջարբետ եւ ածխաջրեր ստանաս։ Դու գիտես որ արդյոք, չգիտեմ, 2, 3, 4 շաբաթ դու ընդամենը բանով այդ տրուպուչկով ես խմելու այդ ուտելիքդ։ Okay։ Դու ցավեր ես ունենալու լիքը։ Դու սենց ասեմ 50% ունենում են խոցեր ու էրոզիաներ։ Լեղաբարգում քարեր գալիս է։ Ու ապացուցումներ կան գարամտնեն նայեն, որ 48%-ը վերադառնում է իր նախկին քաշին, ինչի համար, որովհետեւ դու չլուծեցիր խնդիրը, դու ժամանակավոր լուծում տվեցիր։ Դու քո դիսցիպլինան չմտցրեցիր, ղարկավորես քո ուտելիքը։ Չէ՞։ Քո ախորժակը բաց է մեգա։ Դու ասեցիր, «Ալա գդրեմ գանցնեմ իմ գործին գետամ»։ Okay։ Չէ, համաձայն եմ, նայեք, որպես բժիշկ ասեմ, որ նույն այդ գաստրեկտոմիան ունի իր ցուցումները, հստակ ցուցումներ ունի, որոնց դեմ որ չեն կարող վիճենք, բայց հիմա դա դարձել է ավելի շատ ինչ-որ բիզնես մոտեցում, որ մեյնստրիմա դարձել։ Անկեղծ ասեմ, օրինակ Միացյալ Նահանգներում, եթե դու հոգեբուժի խորհրդատվություն չունես, թուղթ, որ դու որևէ շեղում չունես, քեզ գաստրեկտոմիա ոչ ոք չի անի։ Երևանում ու հետսովետական երկրներում գաստրեկտոմիան ինքը դարձել է բավականին ասենց ռուտինային վիրահատություն, սրկույրաղիկ վիրահատել։ Մարդիկ կան, որ ասենց հերթագրումով գնում են, անում են։ Այդ հեսա անդրադառնանք դրան, բայց ես ուզում եի հարցնել Instagram-յան հակաքարոզչությունը առողջ գաղափարներին։ Տվյալ պարագայում ձեր սպորտային եւ ակտիվ նիհարող, ասենց առողջ նիհարող կոնցեպտին հակաքարոզը կա ու մեծ է։ Ոնց է դա անդրադառնում եւ ոնց եք դրա դեմ պայքարում։ Մինչև պատասխանելը խնդրում եմ ես որպես support Մանոյի ասացին, քանի որ պարտքս եմ համարում որպես մասնագետ լրացում անեմ կապված ստամոքսի բարիատրիկ վիրահատության վերաբերյալ, ժողովուրդ ամեն մարդ ինքն է ընտրում ինչ անի։ Ինքը իր ընտրության համար պատասխանատու պետք է գտնվի։ Սակայն ես պնդում եմ, որ ոնց Մանոն ասեց, մեր ամբողջ միկրո եւ մակրոնուտրիենտների, միկրոնուտրիենտները դա մեր վիտամիններն են, հանքային նյութերն են, մակրոնուտրիենտները դա սպիտակուց, ճարպ եւ ածխաջրերն են։ Դրանց ներծծումը դժվարացնելով մենք ունենում ենք նուտրիտիվ դեֆիցիտ։ Նուտրիտիվ դեֆիցիտի արդյունքում նույն կալցիումի ներծծումն է վատանում, որը իր հետ ժամանակ հետո բերելու է օստեոպարոզի, օստեոպարոզը երբ որ ժամանակից շուտ մեր ոսկորները սկսում են փխրել։ Իսկ դա Աստված մի առասցես շատ
արագացնում է դեպի տագաղ մեր ճանապարհը ներողություն արտահայտությանս համար։ Եվ ի վերջո, եկեք չմոռանանք, Ջև ջան, եթե կսխալվեմ, խնդրում եմ ինձ որպես մասնագետ շատ ավտորիտետնի մասնագետ ընդ որում շտկի։ Մեր ստամոքսի, աղեստամոքսային համակարգում ձևավորվում է մեր իմունիտետի 70% սերոտոնինի արտադրության, որը երջանկության հորմոններից մեկն է համարվում, արտադրությունը նույնպես աղեստամոքսային համակարգում է ձևավորվում։ Այդ ամենի զգալի մասը, երբ որ մենք կտրում թափում ենք, ու գումարած դրան մնացած միկրոների ներծծման վատթարացումից մեր բոլոր այլ նեյրոմեդիատորների արտադրությունն է տուժում, նույն դոֆամինի եւս մեկ երջանկության հորմոն որպես այդպիսին, ինչա տեղի ունենում, այն ինչը որ Գևը ասեց, մարդ ակամա սկսում է հոգեկան խնդիրներ ունենալ։ Ես ունեմ լիքը ծանոթներ, հիմա դուք կտեսնեք, այն մարդիկ, ովքեր որ ցույց են տալիս միայն դո ի պոսլեն, մինչև եւ հետոն դուք ախր ազնիվ եղեք ինքներդ ձեր հանդեպ ու ասեք թե ինչքան հոգեբանական ծանր խնդիրների մեջով եք անցնում ու արդյոք դուք կուզենաք որ դիմացինն էլ դրա միջով անցնի եւ ի վերջո նամանավանդ տղամարդկանց համար դրանից հետո ակտիվ ուժային սպորտով զբաղվելը ել ավելի դժվարանում է տեստոստերոնի արտադրության վրա էլ է դա անմիջական ազդեցություն թողնում դու լինելու ես բեր լեզվով ասած skinny fat կներես Անդրադառնանք մեր հարցին։ Instagram-յան հակակարողությունը։ Ես դու մեյնգով ես ուզասեմ մգանների գորստը մետաբոլիզմի անգումը Ես կարամ լքեմ հաղորդումը դուք իրար հետ հանգիստ թեման շարունակեք։ Բայց որովհետեւ նաև չվերցնեն ընդամենը մի հատված չվերցնեն դրանից ռոպագանդան նորից ենք ասում եթե ունենք ցանկի սպարող խնդիրներ կնա գդրի։ Հա։ Որ չվերցեն մի կոնկրետ հատված իրանք դեմ են Մի հատ էլ։ Մենք ունենք Instagram-յան առողջ էջեր, օրինակ Լևոնի նկոնը, որտեղ դուք առողջ ապրելակերպի քարոզով, առողջ նիհարելու քարոզով, վարժություններ ցույց տալով մարդկանց մոտիվացնում եք, որ գան կամ ձեր մոտ պարապեն, կամ մեկ ուրիշի մոտ պարապեն։ Հիմա դրա հաջորդ երեսը կա, այսինքն օրինակ լիքը մարդ ասում է, այ ես գնացի ստամոքսս կտրեցի, 20 կիլո նիհարեցի, հեշտ, առանց տանջվելու։ Այսինքն մարդիկ այսօր ուզում են առանց տանջվելու ինչ-որ բան անեն։ Այդ հակաքարոզի դեմ ոնց եք պայքարում եւ ինչքանով է այդ հակաքարոզը խանգարում ձեզ ձեր առօրյա գործունեության համար։ Նայեք, գիտեք ոնց է, չի գարա ամեն մարդ համամիտ լինի քո ինչ-որ անում ես։ Okay, ինչպես որ ասեցիք, մարդ կա սիրում է հեշտությամբ անել այդ ամենը, այդ sense ասեմ, քեզ այդ մարդու ես ինչքան էլ համոզեմ, ինքը մեկը չի գալու մարզվի։ Դենց բան կա, okay։ Այսինքն ինքը ընտրել է հեշտ ճանապարհը, ինքը հեշտ ճանապարհով գնալու է։ Իրա կարոզը հաստատ չի գարա ազդի ին վրա, որտեղ ինքը գարա, եթե ասենք հակակարոզի ին վրա, չգիտեմ, 5% կամ 3% իրա մի լսեն, բայց խոսքի 95% լսում է մեզ։ Մենք, որովհետև սկզբից եկել է սենց, ու սենց էլ գնում է։ Այսինքն ուրիշ բաներ կա, որոնք զարգանում են, մուտացվում են, ուրիշ բաներ են դառնում, բայց չէ, սա մնում է սա։ Հիմա օրինակ ասեմ, ես հենց ձեր հետ կապված մի հատ դեպք եմ տեսել, երբ որ դուք հաղորդման շրջանակներում բան եք ասում, բայց այդ հաղորդման շրջանակներում ասած բանից բառ է վերցվում կամ նախադասություն է վերցվում ու լիովին հակադարձ ոնց որ բան է դառնում Instagram-յան քարոզի շրջանակում։ Հիմա ուզում հասկանամ, արդյոք նման երևույթները շատ չեն, այդ պատերազմը Instagram-յան, ինքը կեղտոտ պատերազմ է, տեխնոլոգիա է, ցավոք շատերի համար ես դրան տիրապետում եմ, հասկանում եմ ոնց են իրանք դա անում, բայց դա կեղտոտ պատերազմ է։ Հիմա ձեր խոսքից վերցնում են մի նախադասություն, որը որ հակառակ արդյունքը ունի, դնում են ու դրա վրա կոնտենտ են գեներացնում։ Կամ թերի են վերցնում ձեր խոսքը։ Այսի մեր ցավոտ կետն է, ճիշտ է, բայց ես միշտ թողում եմ, գիտեք սխալ ում վրա, մարդկանց վրա։ Ասում այդ կարգի չունեք դուք ձեր գարձիկը, որ ուրիշին եք վերցնում, ասում դու լսի ինձ, լսի Լևոնին, լսի Բողոսին, դու քո եզրակացությունը վեգալ, նոր որոշի, okay? Ասենք, okay, մենք լավ բան ենք դալի մարդկանց, ճիշտ է, այս ինֆորմացիաներում ես բարդավոր եմ մարդկանց մենակ լավ բան դալ, այլ ոչ թե լարել մեկը մյուսի դիմաց, կամ ոչ թե սխալ ինֆորմացիա դամ ու իրան վադացնեմ, չէ, ես իմ գործը, ես բարդավոր եմ, ես իմ վրա պատասխանատվություն եմ վերցրել, որ ճիշտ բան դասավանդեմ, ճիշտ բան տան մարդկանց, բայց այն մարդիկ իրանց դիտումների համար, իրանց լայքի համար կվերցնեն մեր խոսքից կամ ուրիշի խոսքից մի փոքր հատված, okay, մի փոքր հատված, ու դրա դեմը գելն են սկսեն խոսալ հագարակ բան, ու մարդիկ կսկսեն լսել, ասեն, դե ճիշտ ասում, որ այդ մարդը սխալ է խոսում, ոչ, մարդիկ ջան, դրեք սկզբից նայեք այդ ամեն ինչը, սկզբից մինչև վերջ նայեք, տեսեք այդ մարդու բանը ինչ է ասում, միտքը ինչ է թող լրացնի, նոր դու դրա վրա կենտրոնացի, դու քո պատասխանը դուր
մարդիկ իրանց դիդումների համար գարան ամեն ինչ անեն։ Ինչի՞ եմ սա ասում, որովհետև հիմա ես ու Լևոնը շատ հաճախ այս ինչ Men's Talk podcast-ը սկսել ենք, իբր որևէ վատ բան չենք ասել որևէ մեկին, որևէ բարոյականության կամ մարդկային արժեքների դեմ բան չենք ասել, երբևիցե։ Բայց դարձել ենք այսպես ասած Instagram-ի reel making-ի ինչ որ մի պարտադիր աքսեսուար, այսինքն մարդիկ վերցնում են կոնտենտից, մի կտոր վերցնում են ու սկսում են ինչ որ իբր դիտավորյալ հակառական են, իբր ինչ որ դրա վրա կոնտենտ գեներացնել։ Խնդիրը ի՞նչն է, որ այն գաղափարախոսությունը, որը որ այստեղ գնում է, այս հաղորդման շրջանակներում ու ունենք օրինակ sense ավելի գիտական հաղորդումներ, ունենք ավելի սուր հաղորդումներ։ Այդ սուր հաղորդումների գաղափարախոսությունը նույնիսկ որտեղ որ գնում է, որողությամբ որ գնում է, ինքը որևէ տեսակի, օրինակ, առնչություն չունի այն կոնցեպտի հետ, որը որ արդյունքում հայտա գալիս Instagram-ում։ Հաստատ։ Հիմա դրա համար եմ ես ասում զուտ ձեզ որպես այդ մասնագիտականով այդ ճանապարհը անցած, փորձը անցած։ Այո։ Ինչքանով է դա ձեզ խանգարել։ Սենց ասեմ, ինձ չի կարա խանգարի, ինչի համար, որտեղ ես ունեմ միշտ իմ պատասխանը, ես ունեմ միշտ իմ ճիշտը, որ դա գտնում եմ, ու մարդիկ հավատում են ինձ, որտեղ գիտեմ, որ ես ոչ կխաբեմ, ոչ ասենք դարիները հետևում են մեզ, նույնը Լևոնը, նույնը ես, ասենք չեն կարա։ Մի հոգին մեզ չի կարա խանգարի, ոչ է 10 հոգի, ոչ է 20 հոգին։ Իրանք գելն են, խոսան, իրանց այդ մի օրը գելն են ի հայտ մեյդան, հետո գծդեն գետան, մենք կմնանք։ Հասկացա։ Իրանք մեկա խոսալ են։ Ես այս վերջերս մի հատ տենց կոնցեպտ եմ նույնիսկ առաջ բերել ու հենց համացանցում հայտարարել, որ օրինակ ժողովուրդ բլոգերների կամ edge ունեցող, ակտիվ edge ունեցող մարդկանց մի մասը կայացած մարդիկ են, ովքեր որ, չգիտեմ, մասնագիտություն ունեն, առօրյա գործ ունեն, զբաղվածություն ունեն, իրանք ինչ-որ հանրօգուտ աշխատանքով են զբաղվում, հավելյալ արժեք են ստեղծում։ Իսկ կան մարդիկ, ովքեր որ հենց դա է իրանց մասնագիտությունը դարձել, այսինքն բլոգեր լինելը, ու երբ որ բլոգեր լինող մարդը, առանց մասնագիտության մարդը սկսում է քննադատել մեկ այլ մարդու, ով որ հավելյալ արժեք է ստեղծում, ով որ մարդկանց ինչ-որ օգուտ է տալիս եւ այլն, դա արդեն իմ համար ծիծաղալու է դառնում, դրա համար ձեր հետ համաձայնվում եմ, որ իրանք կգնան, իսկ մասնագիտություն եւ գիտելիք ունեցող մարդիկ կմնան։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր հետևորդներին, ասեմ լայքեք, կոմենտեք, տարածեք, որովհետև դա բերելու է այս գաղափարների ու ճիշտ գիտելիքի տարածմանը եւ ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեմ մեր հյուրին Մանուկրուզյանին, ձեր հետ տեստոստերոնի արտակարգ եւ լիազոր դեսպան Լևոններ Հովանեսյան եւ ձեր խոնարհ ծառան Գևորգ Գրիգորյան։ Լավ մնացեք։